Մենք ցանկանում ենք 13 թվականի նախագահական ընտրությունների մասնակցել, բայց նաև միաժամանակ գիտակցում ենք, որ գործող համակարգի դեմ պայքարելու համար անհրաժեշտ է լուրջ կոնսոլիդացիա։ Եվ այդ պատճառով նախնական բանակցություններ են եղել, ինչ ֆորմատով կարելի է մասնակցել, որպեսզի միասնական ուժերով պայքարել այն ամբողջ ուժով գործող կեղծարար մեքենայի դեմ, որը տարիներ շարունակ ընտրությունները կեղծում է եւ իշխանություններին հնարավորություն է տալիս վերարտադրվելու։ Բայց ցավոք սրտի 2013-ի նախագահական ընտրությունների մեզ չհաջողվեց այդպիսի մի իրավիճակ ստեղծել եւ այդ պատճառով որ մենք չմասնակցեցինք նախագահական ընտրություններին։ Այսօր այդ հնարավորությունը կա եւ դուք ականատես եք, որ ավականու ընտրությունների մասնակցում են ոչ իշխանական 4 կուսակցություն կամ 4 եւ ավելի, որոնք պատրաստ են նաեւ հետագայում համատեղ պայքարի կամ համատեղ գործողությունների արդյունքում իշխանությունը վերցնել Երևան քաղաքում։ Այսինքն այսօր ռեալ շանս կա իշխանությունը վերցնել Երևան քաղաքում եւ դրանով օրինակ ծառայել կամ ցույց տալ Հայաստան Հանրապետության քաղաքացիներին, որ հնարավոր է իսկապես համատեղ պայքարի արդյունքում իշխանության հասնել եւ դրանով նաեւ ցույց տալ, որ Հայաստան Հանրապետության քաղաքացին իսկապես կարող է փոփոխություններ անել իր կյանքում։ Այս ձևաչափով մասնակցելով էսի նկատի ունեմ առանձին Հայազգային կոնգրես, Հայ հեղափոխական դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան, Ժառանգություն, այնտեղ նաև այլ կուսակցություններ, այսպիսով հնարավորություն կտան բոլոր համախոհներին քվեարկել իրենց տեխնացուի օգտին։ Կոալիցիա հետագայի մասին է խոսում ընտրություններից հետո, երբ որ իսկապես հնարավորություն կլինի արդեն կանոնակարգի գործող կանոնակարգի համաձայն, որ վերաբերում է Երևանի քաղաքապետի ընտրության, որը տեղի կունենա արդեն ավականու ընտրություններից հետո, կոալիցիա կազմելով այդ ավականու արդեն քաղաքապետի ընտրության ժամանակ միասնական ձևով, միասնական ճակատով, այսպես ասեմ, հանդես գալ։ Այսօրվա ընտրական մեխանիզմով ընտրվող Երևանի քաղաքապետը քաղաքական նաև պաշտոն է, որովհետև ի վերջո անհատներ չեն առաջադրվում հավաքական ընտրությունների մասնակցելու համար, այլ առաջադրվում են կուսակցությունների ցուցակներ, կուսակցությունների կողմից առաջադրված, եւ դրանից հետո արդեն հնարավոր է լինում գործող հավաքական կազմից ընտրել քաղաքապետ։ Ֆորմալ առումով իսկապես Երևանի քաղաքապետը քաղաքական դեմք է կամ քաղաքական դեմք պետք է լինի։ Երկրորդ կողմներ կա իհարկե հաշվառներով արդեն Երևանի հանգամանքը։ Ինքը Երևանի Հանրապետության համար մեծ նշանակություն ունի իր ամեն ինչով։ Հաշվի առնելով եւ արդյունաբերական կարող ենք ասել մշակութային, տնտեսական ավելի շուտ ընդհանուր քաղաքական նաև այն ուժը, որ ներուժը, որ կա Երևան քաղաքում, ինքը Երևանի նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար շատ մեծ է։ Հաշվի առնելով նաև բնակչության հիմա պաշտոնապես ասում եմ 1/3-ն է Երևանում գտնվում, բայց ոչ պաշտոնապես 70-80%։ Նաև աշխատատեղերի առումով մոտ 80% կենտրոնացված է Երևանում Հայաստանի Հանրապետության։ Այս առումով էլ Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական է։ Քաղաքական գործիչ լինելը քիչ է Երևանում քաղաքապետ աշխատելու համար, բավարար չի, այսպես կարող եմ ասել, որովհետև իսկապես Երևանի քաղաքապետ աշխատելու համար անհրաժեշտ է նաև կառավարչական լուրջ գիտելիքներ, փորձ, քաղաքային տնտեսության իմացություն, որը նաև հիմք կարող է հանդիսանալ ասելու, որ Երևանի քաղաքապետը նաև մենեջեր պետք է լինի։ Բայց երկուսը համատեղելի, որովհետև այսպես թե այնպես Երևանում ընդունվող շատ որոշումներ կարող են քաղաքական հետևանքներ ունենալ։ Եվ այսօրվա մեր ընտրություններին գնալու պատճառներից մեկն հենց նա է, որ իսկապես Երևանում քաղաքապետի պաշտոնը քաղաքական է։